Խաղաղությունը ամենապարզ զգալու ձևը քաղաքացիներին, մայրերին հարցնելն է դուք ձեզ խաղաղ զգում եք թե չէ։ Առևտուրի մասով դեռ սկսել է առը, տուրին չենք հասել, էլի միայն վերցնում ենք ու այդ առևտուրի լուծում առաջարկվել է նաև օրինակ օկուպացված Արցախում, որ ռուսական բեռները այն ճանապարհով գան, նույն ձևի ոնց է հացահատիկը գալիս, տենց առաջարկ է եղել Աղդամով կա էլի փորձեր են եղել, որոնք հանրությանը հասու չեն դարել, բայց եղել են, ասենք լոգիկայի հետ լուրջ խնդիրներ պետք է լինի, որ այս վիճակը համարենք խաղաղ։ Կարա լինի տարբերակ, օրինակ, որ Գերմանիան պարտվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կապիտուլացվել էր, իր երկիր ինչ որ ձևով սնունդ մտնում էր տարբեր այլ, այդ թվում հաղթող երկրներից, բայց ինքը շարունակում էր գերիներ ունենալ, օրինակ Ռուսաստանում, չէ՞, տասնյակ տարիներ հետո ոմանք հետ եկան, մեծ մասը այնտեղ մահացան, մեր երկրում էլ լուրջ կամուրջներ կա պատրաստած գերիների ձեռքերով ճանապարհներ, դրա անունը դրվում է կապիտուլյացիա, ամեն ինչ ընկնում է տեղը, ճիշտ է, այսինքն Ռուսաստանից Գերմանիա գնում է օրինակ սնունդ, որտեվ քայքայված էր, չէ՞, պատերազմից հետո Գերմանիան միջև այնտեղի մարդկանց պահել պետք է, բայց քանի որ խաղաղություն չի, շարունակում է Ռուսաստանը միակողմանի գերիներ ունենալ, չէ՞, Գերմանիայում մի հոգի գերի չկար ռուս, իսկ Ռուսաստանում լիքը գերի կար, հիմա այս ռեբրենդինգների, բանի, մերչենդայզների դարում կարելի է շատ տանջվելուց հետո կապիտուլյացիայի անունը դնել խաղաղություն, բայց հենց համեմատություն է ստանում, ավելի շատ մեր իրավիճակը նման է կապիտուլյացիայի, քան թե խաղաղության, ուղղակի կապիտուլյացիան, որ ազնիվ ասվեր, բոլորս կիմանայինք ինչի մեջ ենք, ինչ ենք անելու, իսկ մենք հիմա չենք հասկանում, ինչի են կատարվում ինչ-որ միակողմանի զիջումներ, օրինակ Տավուշի զիջումները, ինչի է, որ բենզին ու հացահատիկ Հայաստան ելնում է գա Ադրբեջանից, բայց գերի չի լինում գա, այդ խաղաղությունը խեղաթյուրած է, դա կարան ուրիշ պատերազմների օրինակներով են այն կամայական պատերազմը վերցնեն, որը վերջացել է մարդիկ, ինչ չլսեն, ոչ էլ վարչապետին փորձեն ինքնուրույն վերլուծել, արդյոք կա տարբերակ խաղաղության, որ երկու երկրների մեջ խաղաղություն է, բայց մի կողմը գերի ունի։ Բայց հենց ձեր բերած նույն օրինակը ԽՍՀՄ-ի եւ Գերմանիայի, այսինքն նախադեպ կա այդպես իրավիճակ եղել է աշխարհում։ Այո, եւ հետո հարաբերությունները փոխվել են, ժամանակները փոխվել են, հիմա մեր դեպքում գուցե կարճաժամկետ, այո, նաեւ ձեր աչքերով այդպես է, բայց հետո ամեն ինչ փոխվի եւ իր տեղը ընկնի։ Դա խաղաղություն չի եղել, դա կապիտուլյացիա է եղել։ Մինչև հիմա տարածքը, որ հանրությանը հայտնի է Կալինինգրադ, եղել է Գերմանիայի Կյոնիգսբերգը ու տենց էլ չի հետ գնացել Գերմանիային։ Գերմանիան այդ կապիտուլյացիայի պատճառով տասնյակ տոկոսներ տարածքակորցր է, տասնամյակներ հետ անգերի զարգացման մեջ ու հա յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է չպատերազմով, ուղղակի դեպքեր կա իրոք հաշտություն է լինում, դեպքեր կա կապիտուլյացիա է լինում, այն վիճակները, երբ որ միակողմանի գերիներ կան, երբ որ թելադրվող միակողմանի պահանջներ կան, երբ որ ինչ-որ ճանապարհ կա, որը մեկ Իրանն է ասում միջանց կա, մեկ մեր ընդդիմադիրներն են ասում միջանց կա, տենց է չի հասկացվում վերջը միջանց կա թե ճանապարհ, բայց դա միակողմանի է, այդ նույն նման մի հատ վիճակ չկա, օրինակ Հայաստանից Իրան, բանով ասենք, այն երասխի մոտով կամ դեպի Ռուսաստան հեշտացված ճանապարհ, որ մեզ չստուգեն, այդ ավելի նման է կապիտուլյացիայի։ Դրանից էլ ելք կա, ազգեր կան, որ կապիտուլացվել են, հետո եկել են այդ իրան կապիտուլացրածի հերը անիծել են։ Հիմա մենք այս վիճակը ունենք, բողոքենք, չբողոքենք, այս կետից ենք շարունակելու։ Այդ լրիվ ուրիշ հարց է, բայց երբ որ մենք այս կետի անունը սխալ ենք դնում, սխալ կողմ ենք շարունակում։ Մենք այս կետի անունը պետքա ճիշտ դնենք, պետքա դնենք, որ պարտվել ենք, պետքա դնենք, որ պարտված ղեկավարը շարունակում է մեզ առաջ տանի, պետքա դնենք, որ ոնց է այս ամեն ինչը մեր շուրջ կառուցվել, հետ գնանք, հասկանանք, այդ ինչ եղավ, որ
ունեցանք այս ղեկավարին, մինչև այդ ով էր ղեկավար, ինչի համար էր հեղափոխությունը, պարտվելուց հետո ոնց եղավ, որ ինքը կարողացավ շարունակի, հետո ավելի հետ գնանք ում պատճառով հեղափոխություն արեցինք, այդ մարդիկ էին անպատիժ, երբ որ այդ բոլոր հարցերի պատասխանները ճիշտ տանք, կիմանանք ուր ենք շարժվում։ Հիմա մեր մոտ ամենը լղոզած է։ Ասենք այդ գերիների տնեցիքի համար խաղաղությունը։ Հա, այդ մարդկանց հարցնենք, կասեն, բայ ես տնեցիկիս եմ ուզում, խաղաղություն եմ ուզում։ Չէ, իհարկե չէ։ Մենք մեր հետ որ ազնիվ Բայց չէ, պարոն Գևորգյան, ուր է ընդվզումը, ուր է դժգոհության արտահայտումը։ Ասացիք մայրերին, եթե հարցնենք, արդյոք այս իրավիճակը խաղաղություն է։ Եթե նրանք չհամարեն իրավիճակը խաղաղություն եւ գիտակցեին, որ իրականության մեջ կապիտուլյացիա է, մենք կունենանք այսպիսի հաշտվողական դիրքորոշում, հանրային հաշտվողական դիրքորոշում։ Մեզ բազում մեխանիզմներով այնպես են անում, որ այդ ցասումը կոտրեն, այդ ամեն ինչը լղոզեն ու բավականին լավ իրանց մոտ ստացվում է։ Դրա պատճառով կան քաղբանտարկյալներ երկրում, այսինքն այդ անհատները խանգարել են, որ այդ ընդվզման, լղոզման գործընթացը լավ գնա։ Կան ինչ-որ խառը մեդիաներ, սկսած աստղագուշակ բանանող, պրոպագանդող, վերջացրած ինչ-որ եղածը խեղաթյուրով, որ անընդհատ մարդու ուշադրությունը շեղեն, լղոզեն, որ այդ ջղայնությունը մարդկանց մոտ չառաջանա։ Հիմա էլ դրա այն ամենալայն ֆազան են բռնացրել, որ հասարակ քաղաքացին մեր երկրում կատարվածից կարա գժվի ուղղակի։ Ինչ իմաստով։ Եկեղեցու շուրջ ցավալվող դեպքերի մասով։ Ասենք ես ընկերներ ունեմ, մեկը քիչ հավատավոր, մեկը շատ հավատավոր, բոլորին ոնց որ sense բռնե թափ են տալի, որ տեսնում են այդ տեսարանները, այլ հնարավորություն չեն ունենում երրորդ ուղղությամբ մտածելու։ Մինչդեռ դրա կարիքը կա։ Գես ոնց որ քաշում են, գցում են այս պատմության մեջ, դարձնում են կողմ։ Խնդիրը ո՞րն է կոնկրետ, եթե անդրադարձակ այդ թեմային, այս պահին այդ խնդիրները տեսնելն է, թե խնդիրներ տեսնել եւ ձայն չանել։ Դե նայեք, այդ process-ը ինչ կատարվում է եկեղեցու շուրջ, պլանավորված ուռճացվել է իշխանության ձեռքով, տարբերակ չկա, որ այդ փաստերը նոր են հայտնի դառը իշխանությանը, չէ՞։ Ու դա մի process է, որը բոլոր օրակարգերը փորձում է վերցնի շպրտի մի կողմ, դա դարձնի միակ օրակարգը, որ այս հարցը օրինակ այդ առևտուրը ոնց է կանում, բենզինը գալիս է, իսկ ես կարամ մի բան ուղարկեմ իրանց, կամ միայն ձեր նշանակված օլիգարխները կարան այդ ամենը բերեն, թե քաղաքացին կարա գրի ադրբեջանական մի հատ ընկերության հետ նրա առևտուր անի։ Ես կարծում եմ այդ մարդուն որպես բան, այդ շպիոն կձերբակալեն։ Մինչդեռ օրինակ նույն Չինաստանին, ով ցանկանում է ինչ ուզում գրում է, Alibaba-ով ինչ-որ մի բան ներմուծում է։ Նույնիսկ այդ ճանապարհների կիսաբացման վիճակն է շատ անարդար ու խոճոճ, չէ՞, որտեվ գործարարներին պետք է հավասար պայմաններ տրվի։ Հիմա հավասար տրված է ձեր կարծիքով կամ նայողների կարծիքով, ով ուզենա կարա այդ փորձը անի, չէ։ Դա ինչ-որ շոուի մասա, որին էլ զուգահեռ իրանց կից մարդիկ կարող են հարստանալ, որն էլ ծառայացնելու են վերարտադրվելու համար։ Հիմա ստացվում է, որ թշնամի երկիրը օգնում է այս իշխանությանը վերարտադրվել իր այդ քայլերով։ Թշնամի երկիրը իրեն է օգնում, ինքը հստակ ազնվորեն ասել է իր նպատակները, կհիշեք այն ժամանակից, որ ասում էր հադրութը գրավել ենք, ինքը ճիշտ էր ասում, մերոնք խափում էին։ Հետո որ Շուշիում Ալիևը Էրդողանին ցույց տվեց Ստեփանակերտը, ասեց շուտով սա է մերը կլինի։ Ոնց որ այդ մարդիկ ինչ ասել են եղել, հիմա ասում են 300,000 գաղթականների ու բանի մասին։ Այդ իրանց Իրիվանի մի խոսքով էլի, որ այս ամբողջ մեր երկիրը իրանցնա եւ իրանք ազնվոր են, ասում են թե ուր են գնալու։ Ես հավատում եմ իրանց նպատակներին, ես տեսել եմ իրանց գործելուց, մղումն եմ իրանց տեսել, ուսումնասիրել եմ, թե իրանց երեխաները ոնց են մեծանում ու այդ մղումով գնում են։ Այդ մղման մի փուլում ավելի լավ է որ բենզինը ամբողջությամբ իրանց կողմից գա, հետո որ երբ
պետք կլինի օրինակ կտրվի, քարկափնգնենք։ Տենց պրիմիտիվ ասնում եմ, էլի, ու տենց մի ազգը երբ որ ուզում է մյուսին ամբողջությամբ կլանի, միայն սպանելով չի դա անում։ Սպանելը մի փուլն է, գալիս է քայքայում, ներսից կեղեքում, ներսի ամենափդացներին հնարավորություն տալ, որ իրանց ձայնը լսելի դառնա որոշող, որ մենք մեզ համարենք, որ մենք փդած ենք, որտեվ այդ փդացները մեր որոշողներն են։ Հիմա այդ փուլն է եկե։ Հիմա կրակել պետք չի մեր վրա, ավելին որ կրակեն վնաս կլինի այդ փդացնելու գործընթացը կընդհատվի։ Դրա համար հիմա մի հատ երկար փդացման գործընթաց պետք է գնա, հետո էլի կգա հարվածելու գործը, որտեվ ազնիվ մեզ ասել են, հիմա ոնց որ փողոցում գնաց մեկին ասես ուզում եմ այսպես բաներ հետդ անեմ, ասի չէ դե ինքը ներվայնացած խոսում է։ 107 անգամ ասել են, չէ՞ որ էս ենք անելու, մեր վերադարձի իրավունքը, ես իմ բոլոր հնարավոր ՅՈՒՆԵՍԿՕ-յա նման կառույցներով հատիկ խփում են, տոլմայից սկսած եկեղեցիներով պրծած ուզում են գողանան ալբանականացնելով։ Հիմա ինչի ենք մենք մեզ համոզում հակառակը։ Ու դա խանգարում էլ է, գիտեք, գործելուն։ Երբ որ դու ուզում ես քո հայ եղբորը կամ քրոջը ստապության բերես, իրան մեջով այնքան են հարվածել, որ խաղաղություն, հա, ինքը թուլացել է։ Այդ օրինակ նույն ռազմամարզական ոլորտին խանգարում է։ Մարդուն որ բացատրում ես, որ դու պետք է համապարփակ պաշտպանության մասը ունենաս, քո անհատական պաշտպանության միջոցները իմանաս պատերազմի ժամանակ ինչ ասես, ասում եմ դու մի ձեն ես, ես այսօր 10 ձեն լսել եմ, որ խաղաղություն է, մի շեղի ինձ, դրա տեղը ես ուզում եմ հետո մի քիչ փող աշխատեմ, որ կուշտ ուտեմ, որտեվ այստեղ հաց, այստեղ կաց էլի։ Էլ չի ասում, որ այստեղ հաց, այստեղ կացը, որտեղ հաց, այնտեղ կացի, խեղաթյուրած տարբերակներ, երկուսը փդած են։ Այս մեկը լավը չի, այս մեկը վատը։ Հիմա մեզ խանգարում են իրանց այդ խաղաղության անընդհատ քարոզով ստապության բերելուն վնասում են։ Հիմա դա միտումնավոր են անում, թե վտանգները հասկանում են, բայց քանի որ դրա դեմ արդյունավետ առնելու միջոցներ չունեն, դրա համար էլ ստիպված հաշտվում են այդ օրակարգերը։ Դե ես ունեմ գնահատական, որ այդ մարդկանց պատմությունը սկսել է սոտով, այն հեղափոխությունը կամ այն ինչ կատարվել է, որի անունը դրված է հեղափոխություն, կատարվել է լրիվ ուրիշ նպատակով, այդ սուպեր վարչապետական համակարգը փոխելու, սահմանադրությունը փոխելու, Սերժի կոստյումը հանելու ու սիրո եւ համերաշխության համար։ Արդյունքում ունենք վիճակ, որ վերջի բանը որ տեսել եմ, ինչ որ ընկերության մասով վարչապետը ասես կետա կփագեք, գնացին, փագեցին, ուզում էի հասկանալ Բելարուսիայի ոնց որ վարչապետն է թե մեր, բարձրով մերն է։ Հիմա մարդն է փոխվել, բայց վարքն ու իրականությունը չի փոխվել։ Ու ավելին մոտակա ընտրությունում մրցում է լինելու, թե ով է դառնալու այդ մարդը, ոչ թե ով է հայ ազգին տանելու ճիշտ ճանապարհով։ Մրցման կանոնները, չէ, հստակ գրված է հաղթողը ստանում է ամեն ինչ, ընդդիմությունը դառնում է ոչինչ, որի վրա կարելի է շշեր շպրտել ու ոստիկանական պատով չթողել, երբ ուզես մտնի խորհրդարան։ Արդյունքում այն ովքեր ուզում են այդան ընդդիմություն, ուզում են ընդդիմություն աշխատեն մի քիչ, կամ մազոխիստ են ուզում են մի քիչ իրենց վրա շիշ կա, ով էլ ուզում է դառնա իշխանություն, ուզում է տիրի գործադիր, օնեստիր, դատական, մեդիա իշխանություններին ու վարվի մեր այդնից ոնց որ հիմա է, որտեվ այդ խաղի կանոնները փդած են ու այդ կանոններով հաղթողը մեծ հավանականությամբ հենց դրանից է դառնալու, որտեվ նույնիսկ այդ կանոնները փոխելու խոստումով է եկավ, դուրը եկավ այդ վիճակը, իսկ հիմա ոչ մի խոստում չկա փոխելու, կամ մի հատ քաղաքական ուժից լսել եք, որ գալիս ենք սիստեմը փոխենք, չէ, իրենք գալիս են լուսավոր ապագա տանելու մեզ։